Ձեզ շատերուտ համար մայր դաջարին մեջ գտնվիլը սովորական կյանքի ապրումն է, բայց ինձի համար այս պեմին վրա կանգնիլը առաջի Աստուծո և առաջի ժողովրդյան մերո Կոստանդնուպոլսով և հիշադակովը այն ամբողջ հոգևոր մշակութային եկեղեցական ազգային ավանդության, որ ստեղծվեցավ Կոստանդնուպոլսո աթոռին և Կոստանդնուպոլսո հայության միջոցով տարերու ընթացքին, այս բոլորին դիմաց գտնվիլը մարդկայնորեն դյուրին չէ դանիլ, հուզումը ամենեն բնական առաջին արտահայտությունն է մարդեյագին և այդ հուզումն է, որ այսօր կողողե իմ սիրտը, միտքը և հոգին։ Սիրելի հավատացյալներ, Կոստանդնուպոլիսը շատ հարուստ պատմություն ունի հայոց համար, բայց Կոստանդնուպոլիսը պատմություն չէ։ Կոստանդնուպոլսո հայությունը հիշադակներով ապրող, միայն անցյալի փառքով հպարտացող հայություն չէ և երբեք չպետք է փորձվի ըլլալ։ Ապրող այսօր բաղբան նայող հառաջընթաց կյանքի փիլիսոփայությամբ օժտված հայության մասնիկն եք դուք այսօր, որ պատմության պիտի նայիք ոչ թե իբրև պատմությամբ գոհացող հայրերու մեզի թողած ժառանգին տոկոսովը ապրող հայություն, ոչ այլ մեր հայրերուն մեզի գդակացին, մեզի թողածին վրա ծեր բաժինը ավելցնելով և անոնց բաժինը ձաղգեցնելով ծեր ստեղծագործությամբ։ Այսօր պատմական օրերու մեջ կապրին կուզեմ, որ առաջին իմ այս խոսքիս ընթացքին ըսկակ այս մեկը։ Այսօր մենք դերն ենք մեր ճակատագրին։ Այսօր ուրիշեն գախում չունենք։ Մենք է որ պիտի որոշենք ինչ պիտի ըլլանք, ինչ կուզենք ըլլալ և ինչպես պիտի ըլլանք։ Առաջ ուրիշները մեզի գթելատրեին։ Այս պատմական բացարիք բահը ինչպես պիտի արժեցնենք մենք բոլորս։ Վերանորոգման, վերագերբարանափոխության, մի տեսակ հայությունը իր հարազատ ամբողջական պատկերին մեջ վերսկալու, վերապրելու և իրականացնելու բարտավորության առջև ենք ուրալ գտնվենք, Էջմիածին կամ Անտիլիաս, Երուսաղեմ, թե Բոլիս, որ երկրի մեջալ որ գտնվենք, ինչ երկնքի դագալ որ ապրինք, ունինք մեկ հասարակած տեսիլք, այն ինչ որ դվավ մեզի Աստված, տարերու մեր ըղծանքը, ըլլալ դերը այն հողին, որ մեր հայրերը մեզի պրև հայրենիք տվին, մեր նահատակները իրենց արյունով չրտեղեցին, որոկեցին, մեր կրճակիրները իրենց գիրերովը մակաղատեցին, մեր ճարտարապետները քարերուն շունչ տվին, ցերակիր ձաղգողները ամբողջ մակաղատներու էջերեն գենտարի հոգին Աստուծո թարգմանեցին, մեկ խոսքով
Այն հայ աշխարհը, որուն հողին վրա մենք դրինք մեր հայու քրիստոնեական գնիկը, այսօր մենք ենք անոր եւ դերը եւ ծառան եւ առանց ծառան ըլլալու իրավունք չունենք դերը ըլլալու։ Այս է իմ ըմբռնումս նոր հայության, նորոգված հոգիով հայության։ Մենք այստեղ ենք մայիս 8-ին 15-ը, այս շաբաթը չգիտեմ աբակա պատմապանները ինչպես պիտի արձանագրեն հայոց պատմության էջերուն մեջ, բայց ես կսկամ, որ պատմություն գերդելու, պատմություն շինելու ընթացքին մեջն ենք այս օրերում։ Արտունը լանք, ամեն մեկը իր բարձը գադար է, ամենեն բարզ մանգաբարդեզի փոքրիկ են սկսյալ, ամենեն բարզ աշխատավոր, գործավոր մարդեն սկսյալ, մինչև մտավորականը, ուսուցիչը, հոգևորականը, վաճառականը, ով որ ինչ կյանքի ասպարեզի մեջ ըլլա, այս շաբաթը իրեն համար թող բարձրագետ նկատե, որովհետև այս շաբթվան ընթացքին դուք պիտի դոնեք 535-ամյակը Բادرյարքության հիմնադրության։ Ուրախ եմ, որ Մեծիդանն Գրիգոր Կաթողիկոսն կողմէ եկած է ներկայացուցիչ, ուրախ եմ, որ Երուսաղեմի Բادرյարքության կողմէ եկած է ներկայացուցիչ եւ ահավասիկ հարաճիգա երկու օրերու ընթացքին իրեն գալ պիտի արտահայտվին եւ մեր եկեղեցու ամբողջությունը պիտի ողջունե այս գեղեցիկ հանգրվանը 535 տարիներու ժառանգը պետք է լեցնել հոգիներուն մեջ, ձեր զավակներուն եւ այդտեղ պետք է զայն վերածել մի տեսակ հոգեգան զսպանակի, ոչ թե 535 տարին ինչ ըրեր ենք, այլ կալիք 500 տարվան մեջ ինչ պիտի ընենքի գիտակցությամբ։ Պետք է տալ խառնախթան, մղիչ ուժ, որովհետև գիտակցությունը պատմություն գերդելով միայն կրնա արդարանալ։ Այսօրվան իմ կրոնական խոսքին անցնելը առաջ ես սրտի բարդ կսկամ իմ խոր շնորհակալությունները հայտնել Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքին, որ հատուկ հրավերով մեզի կարելիությունը տվավ մեր որպես կաթողիկոս ամենայն հայոց ընտրվել են մեկ տարի ետքը այս առաջին ամսվան մեջ այցելել ցեզի երկրորդ տարվան առաջին ամիսը իմ կաթողիկոսության։ Ես կողջունեմ ամբողջ մեր ժողովուրդը Իստանբուլի մեջ եւ Թուրքիո մյուս քաղաքներուն մեջ ուր գաբրի մեր ժողովուրդը եւ կհայցեմ Աստուծմե, որ խաղաղությունը դիրե այս երկրին մեջ եւ մեր ժողովուրդը վայելե բոլոր այն բարիքները, որ Աստված ընձեռած է խաղաղության մեջ են եւ այս արիթով այսօր կուզեմ ցեզի իմ կյանքի փորձես կյանքի փորձառութենես շահված ճշմարտությունը բաժնել օրբան նշխարքին եւ հաղորդությանը հետ ըսեք ինձի ինչ բանի արժեք կուտակ ըսեմ ցեզի ով եք դուք ինչ բանի մեջ կտնես քու սիրտդ միտքդ կամքդ ճանքդ ծտումդ ըսե ինձի այն ադեն գրնամ ըսել թե ով ես դու Եթե ամբողջ կյանքդ վասկ մնե դեպի հաճույք կրնամ ասել քեզի
հաջոյաբաշտ մնես ու հաջույքին հետ կվերջանաս։ Եթե ասես ինձի, թե կյանքիդ ցկտումը նպատակագետը գիտությունն է, ու գիտությունը մարդկային ծառայության համար, ոչ թե ինք իրեն համար, այնադեն գրնամ ասել քեզի ապրիս, գիտության, ճշմարտության, իմաստության, անլռելի եւ մեռնելի արժեքներով պիտի չափվիս։ Եթե ասես ինձի, իմ նպատակն է նյութական հարստություն ձեռք բերելը, պիտի ասեմ քեզի, նյութ ես եւ նյութին հետ կերտաս։ Ինչ մնաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի գերածեն ու խմածեն, հագուստեն ու գաբուստեն, ով կհիշի։ Ինչ մնաց Մեսրոպ Մաշտոցին, ինչ մնաց Քաչն Վարդանեն, Սաղավարդը, Ծիրանին, մեկեն մնաց հավատքը, Լուսավորչեն, մյուսեն մնաց գիրը, և մյուսեն մնաց հայրենիքի սերը։ Երեք սրբություններ, որոնք իրենց հետ չկացին։ Ասե ինձի, ինչ բանի արժեք կուտաս, ասեմ քեզի, ով ես։ Ճշմարտությունը հավիտենական է երեք եւ այսօր, այստեղ եւ այնտեղ աշխարհի 4 ծագերում։ Իսկ մեր սփյուռքի հայությունը, որ գարբրի մայր հայրենիքեն դուրս, եւ դուք այստեղ այս քաղաքին մեջ եւ Թուրքիո տարածքին վրա ապրող հայերդ, դուք այդ հոգեկան արժեքներով է որ սներեք այս եկեղեցին եւ բոլոր եկեղեցիները զանգակներ են դեպի Աստված այդ ճշմարտությունը դեր առաքող եւ դերգինգ եւ դարածող դեպի հայություն եկեղեցին է սիրտը հայության որտեղ եկեղեցին է հանդիպում Աստուծո եւ հայության եկեղեցին է համբույրը մեջ երկնքին եւ երկրին եւ ապրիկ ժողովուրդ ապրիկ երբ գիտեք այսպես ապրիլ եկեղեցին հոգին ձեր մեջ ապրեցնել որտեղ այնադեն մասնագից կդառնաք հավերժության անմահության եւ աշխարհի այսպես անցավորության փրփուրեն եւ փոշիեն չեք նվաճվիր եւ չեք խորտակվիր հայ գրականություն հայոց պատմություն Աբեդարանի լույսով լուսավորված Քրիստոսի անձով տրոշմված մեր ամբողջ մշակույթը թողլած էր գերագուրը Եվ այդպես է, որ ճաշակելով դուք կհաջողիք անմահության բաժնեգից դառնալ և դեպի ապագա տանել ձեր նոր սերունդները։ Հետևաբար եկեք այդ իմաստով այսօր ասենք, եկայք շինեսուկ սուրբս խորանն լուսով մեր հոգիներուն մեջ Էջմիածին շարականին դողերն են ասոնք, եկայք շինեսուկ սուրբս խորանն լուսով, Էջմիածինը ծեր մեջն է, իպեպ այդ կյանքին թարգմանը, Աստուծո պերած, որդվույն Աստուծո, Քրիստոսի պերած կյանքին թարգմանը, ապրեցեք զայն և անով ապրեցեք
ձեր ամբողջ կյանքը գալիք սերունդներով Աստուծո փառքին, մարդկության բարիքին, մեր ազգի պայծառության եւ մեր եկեղեցվո շինության համար հավիտյանս հավիտենից ամեն